Ողջույն հարգելի հայրենակիցներ, հարգելի հետևորդներ։ Չեք սպասում երևի թե այս անակնկալին, անկեղծ ասած մենք նույնպես չէինք սպասում, մենք նույնպես չգիտեինք, որ այսօր այս ժամին մենք գտնվելու ենք որտեղ Լիլիթ ջան, Զորաց քարերում։ Այո, Զորաց քարերում։ Ինչպես մեզ ասել են միշտ։ Այո։ Որը Գոհար ջան այնուամենայնիվ չի բացառում նաև քարահունջ տարբերակը, բայց թե ինչ կապ ունեն դրանք իրար հետ, մենք կբացահայտենք այսօր։ Անկեղծ ասած, այս եթերը մենք պետք է նկարահանեինք շատ ավելի վաղ եւ մինչ այս օրը ներկայացնեինք ձեզ, բայց ամեն դեպքում, ամեն պատճառներով սա հետաձգվում էր, ամենատարբեր պատճառներով։ Եվ այսօր մենք երկնայիններին ենք հարցնում, թե արդյոք հենց սա էր պատճառը, որովհետև մենք չգիտեինք, որ այսօր, այսինքն մենք ընդհանրապես չէինք պլանավորում, մենք այսօր այստեղ ենք գտնվելու։ Եվ այո, սա նրանց ծրագիրն էր, որովհետև այսօրը կարևորվում է, չէ՞ Լիլիթ ջան, այսօր գիշերը բոլորը եկել էին այստեղ, ինչ որ մի նպատակի համար։ Ոմանք ասում են զրոյական կետն է ժամը 4-ին, ամեն ինչ զրոյանում է, ոմանք ժամանակը զրոյանում է, ոմանք ասում են, թե նոր տարին է այսօր սկսվում, իսկ մենք էլ ասում ենք, շնորհավոր մեր հաղթանակը, Հայկի տարած հաղթանակը Նեբրովթի դեմ, այսինքն Հայկի զորքի, որը ղեկավարում էր զորահրամանատար Բազը, իսկ Նեբրովթի զորքի հրամանատարն էր Մեսլիմը, եւ ինչ տեղի ունեցավ, ամսի 10-ին սկսվեց այս ճակատամարտը եւ ավարտվեց ամսի 11-ին Հայկյան զորքի հաղթանակով, որի առիթով շնորհավորում ենք ձեզ եւ մեզ, հարգելի ընկերներ։ Այո, սիրելի հայրենակիցներ, այսօրը ոչ միայն շնորհավորում ենք, այլև մաղթում ենք բոլոր հաղթանակների սկիզբը ունենալ այսօրը։ Այսօրը իրականում, բացի Հայկի եւ Նեբրովթի ճակատամարտում մեր հաղթանակից, ոչ մի այլ նշանակություն իրականում չունի։ Ներողություն այս պատասխանատու հայտարարության համար, բայց դա այդպես է։ Հիմնավորումները կստանաք հաջորդիվ։ Մի փոքր խոսենք ճակատամարտի մասին այնուամենայնիվ, որովհետև դա չի եղել հավասարի դեմ ճակատամարտ։ Այո։ Ինչով է կարևոր, ինչու մենք այսօր չենք կարողանում շտկել մեր ողնաշարը, որովհետև մեզ ներշնչել են, որ մենք թույլ ենք, որ քանակը կարևոր է, քանակը անշուշտ կարևոր է, մեր ասածներից թող չհետևի, թե մենք քանակը չենք կարևորում, այո, շատ կարևոր է, սակայն եթե մեզ հետ է արարիչը, եթե մեզ հետ են դիցերը, երկնային տիրուհիները, այս պարագայում հաղթանակը անխուսափելի է։ Ինչ քայլեր դեպի հաղթանակ տանող որ քայլերն են այսօր մեզ համար կարևոր։ Ամենակարևորը, սիրելի հետևորդներ, չկտրել կապը տիեզերքից։ Ես չեմ բացառում ամեն անհատի ինքնուրույն մտածողության կարևորությունը, համարձակությունը, ճիշտ կողմնորոշումը, բայց այդ ճիշտ կողմնորոշումը նախ կողմնորոշում է դեպի երկինք, ճիշտ կողմնորոշում։ Եվ երբ որ մենք կտրվում ենք նրանցից, այլևս հզոր լինելու մասին հեքիաթներ են, ոչ ոք թող հեքիաթ չպատմի, անհնար է առանց նրանց հզոր լինել։ Դրա վառապացույցը Հայկի եւ Նեբրովթի ճակատամարտն էր, որտեղ 3600 քանակի հայկյան զորքը կռվում էր 50 հազարանոց Նեբրովթյան զորքի դեմ եւ հաղթեց։ Ինչու, ինչպես, ոչ միայն իր հզոր հովանավորների շնորհիվ այդ պահին, այլև տեխնոլոգիական նորարարությունների, որն այսօր էլ արդիական է մեզ համար։ Ոչինչ չի փոխվել, Գոհար ջան, աշխարհում։ Անշուշտ ոչինչ չի փոխվել։ Բանաձևը նույնն է։ Միայն մեր կապն է կտրվել, հարգելիներս տիեզերքի հետ։
Եթե մեր կապը վերականգնվեց տիեզերքի հետ, այդ տեխնոլոգիաներն էլ կվերականգնվեն, նրանց հովանավորություններ կստանանք, թող դրա վառապացույցը լինի իմ եւ Լիլիթի գործունեությունը, որ ոմանք սա համարում էին պարզապես անհնարին, բայց մենք շատ վստահ էինք մեր քայլերում, որովհետեւ երկնայիններն են կանգնած մեր թիկունքում։ Հայկի եւ Նեբրովթի այս ճակատամարտի մասին դուք կգտնեք մեր գրքի առաջին հատորում, բավականին մանրամասնությամբ այնտեղ ներկայացված են, երկրորդում էլ կլրացվեն, անշուշտ, միայն մենք հիշեցնենք, որ այդ ճակատամարտը տեղի է ունեցել մեր թվարկությունից առաջ 2450 թվականին, եւ տեղի է ունեցել, սկսվել է ամսի 10-ին օգոստոսի, իհարկե տիեզերական օրացույցով, որն այսօր համ է ընկնում օգոստոսի 10-ի հետ եւ ավարտվել է օգոստոսի 11-ին մեր հաղթանակով։ Հիշեք, որ մենք հաղթած ազգ ենք եւ մեր կամքն անկոտրում է։ Եվ այսօրվա հաղթանակը տոնելու լավագույն ձևը պիտի լիներ համահայկական խաղերի կազմակերպումը, որը եղել է հնում ամեն տարի, որը եղել է, ինչպես գիտենք, օլիմպիական խաղերի նախատիպը, որին մասնակցել են նաև կանայք եւ աղջիկներ ի տարբերություն օլիմպիական խաղերի եւ ի տարբերություն օլիմպիական խաղերի հաղթողների համահայկական խաղերում հաղթողներին չեն աստվածացրել, չեն նրանց մեծարել, ցմահ թոշակ նշանակել եւ այլն, խրախուսվել են բոլորը, սա եղել է առողջ մրցակցություն, կոփելու, մրցակցային ոգին արթուն պահելու նպատակով։ Այսօր ոչ հաղթանակ կա մեր իրականության մեջ, ինչ ճիշտն է, դա ճիշտն է, սա մեր տիեզերական հաղթանակն է, ոչ էլ համահայկական խաղերին ենք ականատես լինում, որոնք ինչ որ մի պահի կարծես թե վերականգնվում էին, բայց ոչ այսօր։ Բայց Գոհար ջան, անցնենք բուն թեմային։ Անցնենք, հարգելի ընկերներ։ Մեր ցավոտ թեմային։ Այո, քարահունջ թե քարահունջ, զորած քարեր թե էլի քարահունջ։ Անշուշտ եւ զորած քարեր եւ քարահունջ, ոչ թե քարահունջ։ Ինչու՞։ Հենց սկսենք անունների բացատրումից, բացահայտումից։ Բանից պարզվում է, որ երկնայինները դեմ չեն քարահունջ տարբերակին, բայց այն վերաբերվում է այստեղի դրված քարերին։ Հիմի հարց կառաջանա ձեզ մոտ, թե էլ ինչ քարեր կան։ Այո, ուրիշ քարեր կա։ Այո, ուրիշ քարեր էլ կան, իսկ այդ քարերը դրանք զորած քարերն են, իսկապես զորություն ունեցող քարերն են։ Եվ ինչպես գիտենք, զորությունները հենց ուժի հետ կապված գաղափար է, զորություն։ Իսկ ուժը էներգիայից է ստեղծվում, էներգիայի ծնունդ է այդ ուժը։ Այսինքն գործ ունենք էներգիաների հետ։ Այո։ Եվ այդ քարերի համար հազարամյակներով դարերի վեր կռիվ են տվել, փնտրել են եւ գնացել են փնտրելու Նապոլեոնը, գնացել են փնտրելու Հիտլերը եւ մինչեւ օրս էլ փնտրում են։ Եվ ոչ միայն Գոհար ջան, բոլոր գիտաֆանտաստիկ եւ ֆանտաստիկ ֆիլմերում մենք ականատես ենք ինչ հիշատակվում է ինչ որ քարի մասին, քարի առևանգում, թաքցնել այդ քարը, որ իշխանություն եւ հարստություն է բերում եւ այլն, եւ մեզ որպես միամիտների թվացել է դա պարզապես հեքիաթ է, ֆանտազիայի ժանրից է այնինչ։ Այսօր մենք ունենք դրա պատասխանը։ Ուզում եմ հիշել այս առիթով Լիլիթ ջան մի տեսիլք, որը ես տեսել էի գրեթե 3 տարի առաջ եւ այն իրականանում է այսօր։ Երբ մենք կրկին անգամ փորձում էինք վերլուծել, հասկանալ, ինչ է իրենից ներկայացնում, այո, հարցեր ուղղել, թե ինչ է իրենից ներկայացնում քարահունջը, որ տարբերակն է ավելի ճիշտ, իրենք ինձ ցույց տվեցին այս ամբողջ այս քարահունջի տարածքը, ես շատ լավ եմ հիշում այդ տեսիլքը,
Եվ մեծ տառերով վրան գրված էր զորած քարեր։ Մենք այն ժամանակ դա ընդունեցինք որպեսի գիտություն, որ քարահունչ չի, իսկական տարբերակը իրական դա զորած քարերն է, բայց ինչու զորած քարեր, այսօր է դա բացահայտվում։ Խոսքը գնում է մի քարի մասին, որը մեզանում ծանոթ է Չինտոմանի անունով, բայց իրականում այս քաղաքակրթության ընթացքում նրա իրական անունը այստեղ Չինտի Մայա է, իսկ տիեզերքում այլ անվանում ունի բնականաբար այս քարը։ Չինտի մայաները ստեղծվում են արևի վրա դրանց երկարատև եփման ճանապարհով, եթե կոպիտ նկարագրենք գրեթե հալման աստիճանի են նրանք հասնում այս քարերը։ Հալվում են, եփվում են եւ օժտվում են այնպիսի հզոր էներգիայով, սպիրտ էներգիայով, որը պահպանվում է նրանցում 450,000 տարի։ Նրանց գույնը կանաչ է, տիեզերքում գոյություն ունի ընդամենը 48 Չինտի մայա։ 48 Չինտի մայաներից շատ քչերին է բախտ վիճակվել հայտնվել երկրի վրա։ Եվ ամենամեծը նրանցից ունի 2 մետր բարձրություն, ամենափոքրը երևի 3-4 սանտիմետրանոց քարեր են։ Այո, երկրի վրա գտնվողներից, այսինքն 3 քարեր են բերվել, որոնցից ամենամեծը այստեղ գտնվող քարերից ունեցել է 3 սանտիմետր, 3.8, հա, 8 միլիմետր չափս, օվալաձև, այո, օվալաձև քար է եղել, իսկ մնացած 2-ը եղել են շատ փոքրիկ, ավելի փոքրիկ իրենց չափսերով։ Բայց արի ուտես, որ այս կախարդական քարը կրողը եղել է, այսպես ասած, մեկ բառով ամեն ինչի տեր, այսինքն այն բերում է հաջողություն, այն բերում է զորություն, այն բերում է տիրանալու, կառավարելու, այո, կարողություն, հարստություն, զարգացում։ Այո, եւ եթե ուզում ես տիրանաս աշխարհին, այսպես են ասում, պիտի կարողանաս հայթայթես այս քարը։ Եվ գիտեք ով է առաջին անգամ այդ քարը բերել երկիր, այո, այն բերել է մեր շատ սիրելի Սուրբ Դից Մայան եւ տվել է իր հովանավորյալ ազգին, իր անունը կրող մայաներին, լսած կլինեք հավանաբար այս մասին։ Ինչով է հենց դրանով էլ պայմանավորված է Չինտի մայա քարի անվան մեջ մայա մասնիկի գոյությունը։ Մի փոքր վերլուծենք Չինտի, ինչու Չինտի մայա Լիլիթ։ Այո, ինչ է Չինը եւ տին։ Շատ հետաքրքիր է, ինչ է Չինը։ Բնականաբար առաջին գաղափարը, քանի որ հիմա մենք կխոսենք այդ մասին, որ կապված է Չինտի մայաների պահպանումը, հայտնվել է նաև Տիբեթի հետ, մեզ անմիջապես թվացել է, որ Չինաստան, Տիբետ բառերի հետ է կապված Չինտի մայա անվանումը։ Այնինչ պարզվում է Չին արմատը, որը ռուսերենում լայնորեն տարածված է եւ նշանակում է պաշտոն, ինչ որ ստատուս, հին հայկական մոռացված բառերից մեկն է։ Եվ այն որ մենք շատ սիրում ենք ասել չիները չընկան։ Այո, տատիկս մշտապես ասում էր երեխաների, որ չիները չինքնի, որ այս բանն դա ոչ թե ուրեմն ռուսերենից փոխառություն է, այլ այն խորքային շերտերում պահպանված երևի գենետիկ հիշողության դրսևորում է, որը նշանակում է տիեզերքից ստացած օշտած, տիեզերքի օշտած տիտրոս կամ պաշտոն, այսինքն այնտեղի շնորհածը։ Եվ քանի որ Չինաստան կոչվող պետության մեջ երկնայինների համար առաջնային է եղել Տիբեթը, հետագայում է Չինաստան, այո, Չինաստան Տիբեթ տարանջատվել։ Եվ եթե հիշում ենք
ռուսերենում Չինաստանը այլ կերպ ինչպես է կոչվում, Այո։ Podnebesye, այսինքն տիեզերքին երկնքին ամենամոտ տարածություն։ Podnebesyen վերաբերվել է ժամանակին միայն Տիբեթին, հետագայում Չինաստանի վրա տարածվել է նաև այդ անվանումը, որը հենց նշանակում է երկնքից օժտված, երկնքից տրված, գաղտնիքներ ասենք, ինֆորմացիա ասենք, գիտելիքներ ասենք, պահպանելու տարածք։ Ինչու է Տիբեթը կոչվել Podnebesye, այլ ոչ ասենք մեր Արարատը, Արարատի տարածքը։ Այն պարզ պատճառով, որ Արարատը չունի Տիբեթի այն հսկայածավալ տարածքները, այդ բարձունքները, այդ բազմազանությունը ռելիեֆի, որը ծառայում է հենց երկնայիններին որոշակի ծավալի ինֆորմացիա այնտեղ պահպանելու եւ շատ ավելին հիմա դրան էլ կանդրադառնանք։ Արարատը ավելի մոնոլիտ եւ փոքր տարածություն գրավող լեռ է, թեև երկնայինների համար առաջնայինը մնում է Արարատը այնքանով, որ նա արարման վայրն է եւ այս պահին էլ ունի երկրագնդի ամենահզոր էներգետիկ դաշտը։ Քանի որ Տիբեթից մի քիչ խոսեցինք, գուցե անդրադառնանք պարոն Մուլդաշևի եթերներին, որտեղ նա նկարագրում է, գիտեք ինչ, շատ շնորհակալ ենք իրեն այդ բացահայտման համար, նկարագրում է տարբեր եթերներում, տարբեր տեսանկյուններից, բայց միևնույն երևույթը, որովհետև այդ մարդուն հաջողվել է անել այդքան բան, մեզ դա էլ չի հաջողվել, բայց մեզ հաջողվել է բացահայտել այն, ինչը պարոն Մուլդաշևը իմանալ չէր կարող, բացահայտել նույնպես չէր կարող։ Անցնենք։ Այո, նշեմ նաև, որ այս քարը առաջին անգամ մեր թվարկությունից առաջ 2599 թվականին է հայտնվել երկիր մոլորակում, այսինքն այս փոքրիկ քարերը։ Հա, շարունակենք։ Առաջին անգամ 2599 թվականին, ինչպես ասացի, մեր թվարկությունից առաջ այս փոքր 3 քարերը։ Իսկ ինչ վերաբերվում է Մուլդաշևին, Լիլիթ ջան, այո, շարունակենք, որ նա գնացել է այնտեղ, մշտապես նա գնում է, առեղծված հաճախակի է այնտեղ լինում իր փնտրտուքներում, որպեսզի գտնի այն առեղծվածը, զգացել է, հասկացել է, որ այնտեղ մի գաղտնիք կա, բայց թե ինչու՞մն է այդ գաղտնիքը։ Ինքը տեսել է, ինքնին ապշեցուցիչ է, մի գոտում է հայտնվել, որտեղ ընդհանրապես մարդկանց մոտ կարգելված է, տեսել է մի քարանձավում ծալապատիկ նստած, այսպես ասած Բուդդայի դիրքով, 3 չափի տարբեր մարդկանց, մեկը մեր հասակի, մյուսը մի քիչ միջին չափի եւ մյուսը ծալապատիկ նստած վիճակով տեսնելով ինքը ենթադրել է, որ առնվազն 5-6 մետր այդ մարդը հասակ ուներ։ Ովքեր էին նրանք, ինչ են անում այնտեղ, նա որևէ ճշգրիտ տեղեկություն իմանալ չի։ Միայն հասկացել է, որ եթե մի փոքր էլ մոտենա, նա հայտնվում է մի այնպիսի դաշտում, մի այնպիսի զոնայում, որ էլ նրա ապրելը գոյատևել է անհնար է, չնայած որ նրան զգուշացրել էին, որ դու այս քարանձավով անցնելուց, այս դռների մոտ հասնելով կարող է քո հետ այնպիսի մի անդառնալի բան պատահի, որ նույնիսկ դու չվերադառնաս այնտեղից եւ իհարկե դա կարող եք իր տեսանյութերում դիտեք, ինքը մանրամասն նկարագրում է այդ ամբողջ process-ները, բայց սա հիմա էականը դա չէ։ Էականը այն է, որ իսկապես այդ մարդիկ մեր հարցումների արդյունքում ինչ պարզվեց, որ կան գոյություն ունեն, որոնցից Եվ ոչ թե 3-ն են։ Այո, 3-ը չեն նրանք, այլ ավելի 145-ը, եթե չեմ սխալվում։ Այո, նա տեսել է ընդամենը 3-ին։ Նրանք բոլորն էլ շատ 16, 18, 19, 20-րդ քաղաքակրթություններից պահպանված բարձր վարկանիշ ունեցող մարդիկ են, որոնց գոյությունը պատահականություն չի։ Այսինքն այն բարձր վարկանիշով մարդիկ, ովքեր
չեն հատել անմահության շեմը, բայց շատ մոտիկ են եղել, նրանց ֆիզիկական անմահությունը պահպանելով, սա մի բացառիկ սենսացիոն բացահայտում է եղել։ Ինչն է հետաքրքիրը, որ ինչու, որովհետև նրանք տիրապետել են առնվազն գոնե մեկ գիտության լիարժեք։ Այո, շատ բազմակողմանի։ Այո։ Եվ նրանց պահպանել են ապագա քաղաքակրթությունների համար, ոնց ուզում եք մեկնաբանեք, չափը մարդու բոլորովին էական չի, եթե նա գենետիկորեն համապատասխանում է երկնայինների չափանիշների եւ գիտելիքների առումով։ Նշենք նաև, որ այս մարդիկ կարողանում են ինքնուրույն հայտնվել երրորդ վիճակում եւ ինքնուրույն դուրս գալ այդ երրորդ վիճակից, որը նույնպես գիտություն է եւ մենք շատ վաղուց կորցրել ենք այդ գիտությունը եւ մենք ինքնուրույն հիմա ոչ ոք չի կարող երրորդ վիճակում հայտնվել։ Կարող է հարց առաջանալ, թե ինչպես են, ասենք, հազարամյակներ շարունակ նրանք այդպես գոյատևում։ Կատարվում է հետևյալ կերպ, ինչպես Գոհարն ասաց, նրանք ինքնուրույն կարողանում են հայտնվել երրորդ վիճակում, սակայն եթե չեմ սխալվում, 2 ամիսը մեկ դուրս են գալիս այդ վիճակում, ապրում են մարդկային կյանքով, լիարժեք, սնվելով, մարզվելով, որպեսզի մկանները ի վերջո բոլորովին հետընթաց չունենան, եւ նորից հայտնվում են երրորդ վիճակում, բնականաբար դիցերի հսկողության տակ, բնականաբար բոլոր հնարավոր ձևերով նրանց աջակցում են։ Այո։ Լավ, շարունակենք ամենակարևորի, այո, հասնենք տեղ վերջի վերջո։ Իսկ ինչ կապ ունեն այդ քարերը մեր երկիր մոլորակի Լիլիթ ջան եւ քարահունչի հետ, որ այսօր մենք այստեղ գտնվում ենք։ Չգիտենք որ ծայրից Որտեղից սկսենք, որպեսզի կարողանանք խոսեցինք մատչելի ձևով ձեզ բացատրել այս որ ամենը։ ուրեմն գոյություն ունեն քարահունչի քարեր, ինչը մենք տեսնում ենք, եւ չինտիմայաններ։ Նրանք կիրառվում են Սուրբ Սրբոց սրբերից Արարչի կողմից միաժամանակ երկրագնդի հողը, ջուրը, օդը մաքրելու նպատակով, սիրելի հետևորդներ։ Առանց այդ մաքրման նախ զգուշացնենք, հարց տվեցինք, որքան կարող է կենդանական բուսական աշխարհը եւ մարդկությունը գոյատևել առանց այդ մաքրման process-ների, որոնք առաջ եղել են 8 տարին մեկ, հետո դարձել են տարին մեկ, իսկ այժմ ամիսը մեկ են երևի նրանք կատարում այդ մաքրումները, որպեսզի մոլորակը գոյատևի։ Այո, այդպես էլ կա, ամիսը մեկ է մաքրվում եւ ինչպես է մաքրվում, այս մաքրման process-ի մասին խոսենք։ Տեսեք, խոսվում է, որ եղել է քարահունչը աստղադիտարան, գիտական կենտրոն, չգիտես ամենատարբեր գիտական այդ առումով այո, բայց դեռ ոչ ոքի չի հաջողվել մեր հետազոտողներից, գիտնականներից իսկապես պարզել քարահունչի բուն նպատակը։ Եվ միայն Գոհար ջան, ինչպես են երկնայինները հասկանում աղտոտվածության աստիճանը։ Սիրելի հայրենակիցներ, որ նայում ենք մեր շուրջը, ինչ ենք տեսնում, սարսափելի շահագործվող ընդերք, հանքարդյունաբերության թունավոր այդ օճամբարները, պատերազմներ, որ պատերազմի դաշտում սարսափելի աղտոտվածություն է տիրում, բոլոր տեսակի հնարավոր աղտոտվածությունները, բաց աղբավայրեր, կուտակված մեծ քաղաքներում, ընդհանրապես էլի աղտոտվածության բարձր ցուցանիշներ, գործարաններ եւ այլն։ Ինչպես են երկնայինները հասկանում, որ սահմանը անցել է, մաքրման խնդիր կա, պահանջ կա։ 3 միլիոնից ավելի կայաններ են տեղադրված երկրագնդի վրա, բոլոր այդ վտանգավոր խնդրահարույց կետերում, որպեսզի ցուցիչները փոխանցվեն տիեզերք, ստացած ինֆորմացիան ուղարկվում է տիեզերք եւ հասկանում են, որ այս տարածքը այլևս եթե չմաքրվի աղետաբեր է լինելու
եւ սկսում է հերթական մաքրման process-ը։ Առանց մաքրելու ընդամենը 28 տարում մոլորակը կարող է ոչնչանալ։ Պատկերացնում ենք այս գործի կարևորությունը։ Այսինքն սա երկրագնդի պահպանման համար մեկ քայլն է։ Լիլի ջան, մեր ընկերների համբերությունն արդեն սպառվում է, ես կարծում եմ։ Պետք է բուն Համբերությունը կյանք է։ Բուն process-ն է պետք արդեն ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում։ Գնանք առաջ։ Գնանք առաջ, ուրեմն ինչ է տեղի ունենում։ Մենք օրերի մասին ոչինչ չգիտենք, երբ է դա կատարվում, բայց կատարվում է հետևյալ կերպ։ Երկնայինները, որ հայտնվում են այստեղ, այս անցքերի վերաբերյալ ով չի ալարել իր կարծիքը հայտնել է։ Մենք չենք ալարի, բայց կհայտնենք տիեզերականների կարծիքը, որովհետև մենք շատ փոքր ենք ինքնուրույն կարծիք ունենալու համար։ Այս անցքերը նախատեսված են հենց Չինտի մայաններին պահող հատուկ տակդիրները ամրացնելու համար։ Այստեղ ընդհանրապես 61 քարե, որ կիրառական նշանակություն ունի, որոնցից 38-ն է մասնակցում միայն մաքրման process-ին։ Մնացած քարերի բուն նպատակը չգիտենք։ Իսկ մնացած քարերը, որոնք այդ 61-ից դուրս են, շատ հետաքրքիր ծագում ունեն։ Նրանք պատկերացրեք, իդեպ նշենք Գոհար ջան, որ գրքում մեր նշած 16-րդ քաղաքակրթության հիմնադրվելու փաստը այնքան էլ ճիշտ չէ։ 16-ում վերակառուցվել է քարահունչ զորած քարերը, որովհետև նա երկրորդ քաղաքակրթության մեջ է հիմնադրվել եւ պատկերացրեք 14 քաղաքակրթություն հետո, որքան էլ ամուր կառուցված լինի, ամենատարբեր պատճառներով խարխլվել են, տեղաշարժվել են քարերը։ Խարխլվում են, այո, որակազրկվում են, չափսերն են կորցնում, որի հետևանքով մաշվում են։ Չգիտենք ինչ է լինում այլևս։ Եվ 16-ում վերականգնվել է, կարելի ասել, այս կայանը, մաքրման կայանը։ Ինչ է տեղի ունենում։ Նրանք իրենց հետ բերում են եւ այդ պատվանդանները, որոնք տեղադրվում են այս անցքերի մեջ եւ իրենց հետ բերում են 9 թվով Չինտի մայաններ եւ 5 եւս լրացուցիչ գործիքներ, այո, որոնք քարերին փոխարինում են, այսինքն նրանց վրա են տեղադրվում Չինտի մայանները, բայց գուցե դրանք շարժական պիտի լինեն, դրա համար ֆիքսված քարերը չեն կիրառվում։ Այո։ Մեջտեղում դրվում է 1 Չինտի մայա, իսկ 8-ը, այո, 8-ը նրանց շուրջ։ Այս մեջտեղում դրվող Չինտի մայայի կառուցվածքը 9-նիստ է, իսկ կողքերինը եռանիստ։ Եվ ինչ է տեղի ունենում։ Նախ ասենք, որ 4 մետր բարձրության վրա է։ Այո, 4 մետր բարձրության վրա է տեղակայվում մեջտեղում դրվող Չինտի մայան, համեմատ կողքի դրված 8 Չինտի մայաներից։ Ուրեմն, վերևից արարչի կամոք ընկնում է նրա վրա ուրքուրմեկ էներգիան, որը իր ողջ տարածվելով այս 9 նիստերի այս անկյուններով անցնում է դեպի, տարածվում է, գնում է դեպի այն մնացած Չինտի մայաները, եռանիստ Չինտի մայաների անկյուններին է։ Այո, այսինքն բեկվում է եւ այս ընթացքում առաջանում է մի այնպիսի հետաքրքիր միացություն էներգիաների, այստեղ պիտի պատմենք նաեւ այդ էներգիաների, որ կարողանանք բացատրել, թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն այս ամբողջ ընթացքում պատկերացրեք երկրագնդի այս օվալակլորը, այո, մակերեսը եւ բաժանեք 4 հավասար մասերի։ Ուրեմն ներքևի շերտում տեղակայվում են 8 էներգիաները, գիտեք, չէ, հիշում եք, որ դրանց մասին մենք խոսել ենք։ Ներքևի շերտում տեղակայվում են այս առաջին 4 էներգիաները, իսկ վերին շերտում տեղակայվում են նրանց լրացնող հաջորդ 4 էներգիաները, այսինքն
կենտ թվով էներգիաները տեղակայվում են ներքևում, զույգ թվով էներգիաները տեղակայվում են վերևում։ Առաջին 4-ը ներքևում, երկրորդ քառյակը վերևում։ Ոչ թե կենտ ու զույգ։ Թող այդպես լինի։ Լավ։ Այո, ճիշտ է Լիլիթը։ Եվ այդ բոլորի առանցքը կենտրոնը կազմում է կենտրոնական 14 սանտիմետր բարձրություն ունեցող իննանիստ չինտիմայա, որը ուրեմն մյուս փոքր չինտիմայաներից 4 մետր բարձր է տեղավորված։ Նրանք իրենց չափսերով 4.5 մետր են ամեն այս էներգիաները եւ անհրաժեշտության դեպքում այս ներքին շերտը կարող է 2.5 մետր իջնել դեպի հողի տակ, այնտեղից մաքրելու այս ամբողջ կեղտը, ինչի անհրաժեշտությունը որ կա, անհրաժեշտության դեպքում կարող է այդպես տեղի ունենալ։ Այսինքն սրանց հանրագումարն էլ է կազմում 9, իսկ նրանց միջև ընկած տարածությունը 5 մետր է կազմում։ Ինչ է տեղի ունենում, երբ այս անցումը, ուրքուր մեկ էներգիայի այս կենտրոնական չինտիմայայից կողքի չինտիմայաներին անմիջապես գնում է այս ուրքուր մեկ էներգիան այս 5 մետր այս տարածության մեջ, այսինքն այս երկու էներգիաների միջև ընկած տարածության մեջ երկու շերտերի Գոհար երկու էներգիա ասես հիմա երկու էներգիաների միջև ընկած այս շերտն է բռնկում է եւ այդտեղ տեղի ունենում մի մեծ բռնկում, որը աչքի համար անտեսանելի է իդեպ եւ կատարվում է երկու այս էներգետիկ շերտերի երակցում, այսպես ասած այո, երակցում, որն էլ հենց մաքրում է ամբողջ մեր հողը, օդը, ջուրը, ջրային օդի ջերմաստիճանն է կարգավորում, մի խոսքով այն ինչը անհրաժեշտ է մեզ այսօր ապրելու համար։ Ասենք նաև, որ բոլոր քարահունչի տիպի կառույցներից, կրկնօրինակներից, որ ինչպես գիտենք աշխարհում շատ կան, միայն Stonehenge-ն է երկու անգամ կիրառվել այս միևնույն նպատակով։ Հետո գտել են, որ ինքը իրեն չի արդարացնում, հարմար չի, երևի լիարժեք։ Անհրաժեշտության պարագայում են, այո, դա օգտագործել, մեկ անգամ պարոն Ռուբենն ասեց, բայց դրանից հետո այո, չի եղել դրա անհրաժեշտությունը, քանի որ մենք գիտենք, որ Սյունիքը աշխարհի կենտրոնն է, գիտենք, չէ՞, մեր Տաթևի արարման վայրը եւ Գավազանը այնտեղ որ կա, աշխարհի կենտրոնն է։ Այսինքն քարահունչը այս տարածքը նույնպես ընկնում է այդ կենտրոնի մեջ, կարելի ասել, պատկերացնենք փոքր կենտրոն եւ սա էլ ընկնում է այդ փոքր կենտրոնի մեջ եւ բավական է այստեղ այդ մաքրման process-ը անել, այն տարածվում է ողջ աշխարհում։ Նշեմ նաեւ, որ այս էներգիաները անհրաժեշտության դեպքում փոփոխվում են իրենց տեղերով, իհարկե արարիչն է դա անում նրա կամքով, եթե անհրաժեշտություն կա, օրինակ Կ եւ P էներգիաները, ասենք, եթե իրար հետ աշխատում են, այնուհետ մենք գրքում հանգամանալից կերպով կներկայացնենք, թե որ էներգիան որի հետ է աշխատում, այն որ նրանց հանրագումարը այս ներքևի եւ վերևի նույնպես կազմում է 9 Եթե ինչ-որ մի վայրում աղտոտվածությունը շատ է կարող է փոխվել, այո, արարիչը ուղղորդում է ամենահզոր էներգիաները հենց այդ ուղղությամբ։ Եվ պատկերացրեք, որ համարյա ամեն ամիս կատարվում է երկրագնդի վրա, որպեսզի մենք շնչելու օդ ունենանք, որպեսզի մենք հող մշակելու հնարավորություն ունենանք եւ ջուր խմելու հնարավորություն ունենանք։ Այո։ Եվ այս ինֆորմացիան ինչ ասեմ, մինչ օրս չենք կարողանում բացահայտել։ Որպեսզի պարզ լինի, այնուամենայնիվ մեզ համար էլ շատ բարդ էր, ինչպես պատկերացնել այդ 4 մասի բաժանված երկրագունդը, կոպիտ ասած, երկու էներգետիկ շերտեր ու երկուսն էլ 4 մասի բաժանված իրենց համապատասխան։ Այո, մենք հասկանում ենք, որ ձեզ համար էլ շատ բարդ է այս ամենը հիմա անցնել, դուք չեք էլ պատկերացնի, մենք մի քանի անգամ գրել ենք, գծել ենք, նկարել ենք, կտրացնողի նման եւ այո, որպեսզի այս ամբողջ process-ը ճիշտ կարողանանք պատկերացնել եւ փորձել գոնե մատչելի ձևով այս ամենը ձեզ ներկայացնել։ Հուսով եմ, որ դա մեզ մի փոքր հաջողվեց։ Որպես օրինակ, գուցե այսօրվա համար են պահպանվել այդ անվանումները։ Ուրեմն գիտենք, արևը ծագում է արևելքից, առաջին պետությունը Ճապոնիան է, արևի երկիրը,
Ուրեմն առաջին էներգիան էլ գիտենք կի էներգիան է։ Այո։ Հարցնում ենք այդտեղ ուղղող էներգիան որևէ առնչություն, հուշում կապ ունի Ճապոնիայի հետ։ Հետո հիշեցինք, որ հնագույն հին մայրաքաղաքը կոչվում է Կիոտո։ Կի արմատը արկա է։ Ժամանակակից մայրաքաղաքը Տոկիո, էլի կին արկա է։ Ասացինք լավ, հլանցնենք չի։ Պարզվեց, որ այո, կի էներգիան հենց երկրագնդի այդ մասով է անցնում։ Չինաստանում չի էներգիան է գործում։ Հիմա իհարկե, ինչպես ասացինք, դաշտերը տեղափոխվում են, որպեսզի մաքրման process-ը ակտիվ ընթանա, բայց ուրեմն Հայաստանի մասին էլ խոսենք, որ Անահիտայի սպիրտ էներգիան է համընկնում Հայաստանի տարածքին, ամբողջ Հայքի տարածքին։ Գուցե եւ դրանով է պայմանավորված Անահիտայի պաշտամունքը։ Բոլորի սակայն ճշտեցինք, բոլորովին պարտադիր չէ, որ երկրի կամ մայրաքաղաքի անվանման մեջ պահպանված լինի նրան համապատասխանող էներգիայի անունը կամ արմատը կամ հատվածը։ Բայց այս երկուսը, երբ որ ճշտելով գալիս ենք, ասացին, որ այո, Չինաստանում է գործում, կին Ճապոնիայում։ Բայց երկուսի պարագայում է միայն որ համընկնում։ Այդ երկուսում է պահպանվել։ Դե գիտես 1000 քաղաքակրթությունը անցել, ինչ իմանանք, որ բառը ինչպես է փոխվել, իմաստ չունի այդքան հետ գնալ էլի։ Էլի ջան, մենք նշեցինք, որ երկրորդ քաղաքակրթությունից, երկրորդ քաղաքակրթության ընթացքում է կառուցվել այս կառույցը։ Չեմ հիշում։ Եթե չենք նշել, տեղեկացնենք, որ այն երկրորդ քաղաքակրթության ընթացքում է կառուցվել։ Բնականաբար առաջին դրակարիքը չի եղել, բայց երկրորդից սկսած արդեն մաքրման կարիք եղել է։ Այո, առաջինում գիտեին ինչպես ապրել։ Այո, մաքրվել է 8 տարին մեկ, այնուհետև տարին մեկ, իսկ այժմ ամիսը մեկ։ Երևի այդ միջուկային պայթյունից հետո առաջին անգամ կարիք է եղել մաքրման մեխանիզմ մշակել։ Ամենայն հավանականությամբ, որովհետև պայթյունն էլ այստեղ է։ Այնպես որ սիրելիներս, ինչպես բոլոր պարագաներում այստեղ նույնպես ասում է, որ մենք ենք սկիզբը, այստեղ է սկիզբը։ Ուզում եմ մի փոքր էլ քարերի մասին խոսենք եւ երևի թե այսքանով կավարտենք։ Ուրեմն առաջին մաքրման process-ի ժամանակ օգտագործվում է, նախ ասեմ, որ 45 րոպե է տևում այս բերելու, տեղակայման, դասավորման աշխատանքները, այս քարերի որոնք տեղադրվում են քարահունջերի մեջ, նախապատրաստում է, եւ 45 րոպե էլ տևում է մաքրման process-ը։ Ամեն մաքրման ժամանակ օգտագործվում են ընդամենը այստեղից 19 քարեր։ Այո։ Եվ իրենց հետ բերված այս 5 գործիքները։ Խնդրում եմ չշփոթել սիրելի հայրենակիցներ են 61 քարերի հետ, որոնցից միայն 38-ն է կիրառվում։ Ամեն անգամ այդ քարերը փոփոխվում են։ Նաև իրենց բերած այդ 5 շտատի վասը։ Այսինքն մեկ անգամյա օգտագործման համար այդ 61 քարերից օգտագործվում են 19։ Հետո եթե անհրաժեշտությունը կա դիրք փոխելու, օգտագործվում են մյուս 19։ Էլի իրենց բերած 5 գործիքները։ Եվ այսպեսով կիրառելի են այս 38 քարերը։ Դե մնացած քարերն էլ 24 քարերն էլ կիրառվում են այլ նպատակով, որոնց մասին մենք դեռ ոչինչ չգիտենք։ Հետագայում մարդկանց կողմից, հակառակորդների կողմից ավելացվել են քարեր, որպեսզի մտածելով թե կփոխեն ուղղությունը, նպատակը, որպեսզի մարդիկ չկարողանան հասկանալ, թե ինչ նպատակի է ծառայել այս հսկայական կառույցը։ Բարբերաբար մոռացության է տրվում նպատակը, չեմ ասում երբևէ։ Ամեն մեկն իր հերթին փորձել է ինչ որ մի բան խառնել այստեղ։ Այստեղ մնացել են նաև նախորդ ժամանակներից այդ հանած, որ պիտի փոխվի։ Արդեն պիտանի չեն այդ քարերը, նրանք էլ այստեղ են։ 4 այդպիսի քար այստեղ կա։
4 քար այդպիսի, որոնք կիրառությունից դուրս են եկել եւ Կիրառությունից դուրս եկած, բերված, չկիրառված, Այո։ այսինքն այստեղ այնքան բազմազան քարեր կան, որոնք ընդհանրապես նշանակություն չունեն կամ չգիտեմ։ Դելիլի ջան, մի կողմից դա իրենց էլ է երկնայիններին Ավելի ձեռնտու, որպեսզի մարդիկ իսկապես սրանով խճճում են ու երբեք հնարավոր չի այս ամենը բացահայտել եւ հասկանալ այս ամենի բուն նպատակը։ Համենայն դեպս մենք նրանց տված ինֆորմացիայի հիմա վրա թույլատրելի սահմանում փորձեցինք հնարավորինս այն ձեզ ներկայացնել։ Եվ մի փոքր էլ տեղեկություն տանք, թե ինչ էր այստեղ նաև նախատեսվում եւ այսքանով վերջացնել։ Մենք տեղեկացանք նաև, որ այստեղ պլանավորվել է կառուցել Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Ափրոդիտեի տաճարը, բայց ինչ-ինչ պատճառներով այդ process-ը կանգնացրել են, այսինքն մնացել է որպես ծրագիր, բայց մինչ օրս էլ դա նրանց ծրագրերի մեջ է։ Գոհար ջան, ես արդեն կանխազգում եմ այդ հարցակումները ոմանց կողմից, հունական աստվածներ եւ այլն, ոչ եւ հազար անգամ ոչ, սիրելի։ Մի օր նրանք էլ կհասկանան։ Եթե Հունաստանում Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Ափրոդիտեի անունը հայտնի է, դա չի նշանակում ինքը հույն է բոլորովին։ Իդեպ Familia Sagrada տաճարը նույնպես նրան է նվիրվում այժմ։ Այնպես որ եկեք համարձակորենք նայենք իրականությանը։ Դրանից ոչինչ չի փոխվում, երբ որ դուք փակում եք ձեր աչքերն ու ականջները։ Ճիշտ է։ Այսքանով ավարտենք, հարգելի ընկերներ, մեր շատ կարևոր թողարկումը զորաց քարերից։ Հետևեք մեզ, մենք այսօր լինելու ենք նաև Մեղրիում։ Սպասեք մեր նորանոր բացահայտումներին։ Պարոն Քոչարյան։